Ողջույն բարեկամներ, քիչ առաջ դիտում էի հակակոռուպցիոն կոմիտեի հերթական բացահայտումը եւ տեսանյութը ձայնագրություններով եւ անկեղծ ասած շատ տարակուսած, զարհուրած, զայրացած եւ տխրած եմ այդ ամեն ինչից։ Ոչ թե այն պատճառով, որ կան քաղաքացիներ, որոնք ընտրակաշառք են փորձում բաժանել, առաջարկել, որտեղ դա իրենց հանցագործ բնույթն է ըստ էության, եւ այդ մարդիկ ըստ էության հանցագործներ են, որոնք փորձում են գնել քաղաքացիների ձայնը քվեն։ Բայց ավելի շատ տխրում եմ, երբ լսում եմ, որ կան քաղաքացիներ, մեր շատ սիրելի քաղաքացիներ, որ իրենք են ակնկալում եւ խնդրում ընտրակաշառք առաջարկելով իրենց ձայնը։ Սիրելի քաղաքացիներ, միթե դուք չեք հասկանում, որ դրանով վաճառում եք բառի ուղիղ իմաստով ոչ միայն մեր պետության ապագան, այլև ձեր եւ ձեր երեխաների ապագան։ Դուք չեք հասկանում արդյոք, որ վաճառելով ձեր ձայնը վաղը ձայնազուրկ եք դառնալու, վաղը ձեր երեխաները ոչինչի ակնկալիք չեն կարող ունենալ, ոչ լավ կրթության, ոչ լավ աշխատանքի, ոչ ազատության, ոչ անկախության, ոչ բարեկեցության։ Միթե այդ պարզ ճշմարտությունը, որ մենք 8 տարի է ըստ էության եւ բացատրում ենք եւ բերել ենք իրականություն ենք դարձրել, դուք չեք ուզում ընդունել եւ առաջնորդվել դրանով։ Ինչն է այստեղ այդքան բարդ, սիրելի քաղաքացիներ։ Մի վաճառեք մեր պետությունը, մի վաճառեք ձեր ձայնը, մի վաճառեք ձեր երեխաների ապագան։ Նույնիսկ եթե ունեք համակրություններ, որոնք տարբերվում են օրինակ իմ կամ մեր համակրություններից, քաղաքական համակրություններից, իրացրեք դա ինքնուրույն, առանց վաճառքի, ընտրեք ձեր ուզած իշխանությանը, եթե նույնիսկ մեզ չեք ուզում, թեև շատ քաղաքական ուժեր իրենք են տանելու երկիրը կործանման, բայց մի վաճառեք ձեր ձայնը, մի վաճառեք ձեր երեխաների ապագան, խնդրում եմ, պահանջում եմ նույնիսկ, թեև դուք պետքա դա պահանջեիք, ոչ թե ես։ Խնդրում եմ տարածել այս տեսանյութը, որպեսզի շատ քաղաքացիներ ի վերջո հասկանան, որ չի կարելի վաճառել ոչ պետության, ոչ սեփական երեխաների ապագան։